Չիպոն չգիտեր, որ Արեգը ջութակահար է։ Նա երբեք տանը կամ բնակարանի դասասենյակում չի նվագել։ Արեգը Չիպոյի աչքին շատ բարձր տղա էր։ Նա բակում հրաշալի գնդակ է խաղում իր ընկերների հետ։ Նա սովորում է դասերը և զանգում Աննային, որը մշտապես կարոտում է Չիպոյին։ Բայց ահա, օրերից մի օր Լիլիթը Ջուզեպպեի հետ գրկեցին Չիպոյին, իջան աստիճաններով ու նստելով օփել մեքենան, գնացին Վիսբադեն։ Չիպոն արդեն տեսել էր այդ նշանավոր քաղաքը, մասնակցել էր Արեգի դասերին, և տպավորությունը որքան ցածր էր դպրոցից, այնքան բարձր էր քաղաքի ճարտարապետական տեսքից։ Մեծ դահլիճը լեփլեցուն էր ծնողներով, երեխաներով և սև պատյաններով, որոնցից ոչ մի կրյա դուրս չէր գալիս։ Միայն ջութակներ, թավջութակներ, շեփորներ և այլ երաժշտական գործիքներ։ Լիլիթի սիրտը տրոփում էր ինչպես օդանավակայանի ստուգման սրահում։ Բեմին կանգնած գոմեշի պես մի սև դաշնամուր կոչված գործիքից մի աղջիկ ձեռքի մատների թեթև և ուժեղ հարվածներով ճիչ ու աղմուկ էր կորզում, ոտքով էլ հրում էր սեղմակը։ Կարծես մեքենա վարեր։ Հանկարծ հայտնվեց Արեգը, ջութակը ձեռքին, մյուս ձեռքում աղեղը։ Ով քեզ զարմանք, իր մեջ ճչաց Չիպոն։ Ուրեմն Արեգն էլ է նրանցից, տրտմեց կրյան։ Իրենցից մի քանի նստարան այն կողմ Աննան է։ Արեգի երևալուն պես նա ոգեշնչվեց և Չիպոյին աչքով արեց։ Ինչ լավ է, նա ինձ էլ քաղցրավենիքի տեղ չի դնում, մտածեց Չիպոն։ Արեգը այնպիսի թափով սկսեց աղեղը քսել ու տմբտմբացնել ջութակի լարերին, որ նստարանի տակ հայտնված կատվի բեղերը սրվեցին, ականջները խլշկոտեցին և պուկ փախավ։ Չիպոյի տեսած առաջին կատուն էր Վիսբադենում։ Ընդհանրապես, Հողհեյմում և Վիսբադենում շների և կատուների թիվը անհանգստանալու չափ քիչ է, ավելի ճիշտ անտեր շների ու կատուների։ Գերմանիայում անտեր կենդանիների նկատմամբ իշխանությունները խիստ են։ Պետությունը նրանց հաշվառում է և երևի ուղարկում համերգի։ Արեգի կուրծքը փքվեց և առավել արագ հարվածներ տեղաց ջութակի վրա, չմոռանալով աղեղը հպել ու շոյանքով քսել լարերին։ Ապա մի այնպիսի շարժում արեց գլխով, որ նվագը պայթեց փուչիկի պես ու… Ծափերը ահավոր էին, ուժգին։ Կատուն ցատկեց պատուհանից։ Լիլիթն ու Ջուզեպպեն փքվել էին ծովափոկերի պես և համարյա հասել Աննայի նստատեղին։ Նա էլ էր փքվել, բայց ջրահարսի նման։ Ու ծափեր, մինչև ձեռքերի ուժաթափ լինելը։ Չիպոն էլ ծափահարեց, բայց պատյանի մեջ։ Ինքը լսեց, իսկ մարդիկ ծափ են տալիս մյուսների համար։ Արեգին ծածկեցին ծաղկեփնջերով։ Աննան ոչ մի ծաղիկ էլ չէր բերել, նա շառագունել էր փշոտ վարդի պես։ Լիլիթն ասաց. Ջուզեպպե, Արեգը հաղթեց։ Իտալացին էլ. այո, Պագանինի է մեծանում։ Չիպոն հպարտ էր, որ Արեգը հաղթեց ջութակին, Աննային և կրյային։ Համերգի վերջում Արեգին մի լայն, գունավոր վկայական նվիրեցին։ Լիլիթն ասաց. Չիպո ջան, ոտքդ խերով էր։ Արեգը փառատոնի հաղթողն է։ Նրա դեմ բաց են Գերմանիայի բոլոր երաժշտական ուսումնարանների դռները։ Չիպոն մտածեց. դա հրաշալի է, թող պատուհաններն էլ բաց լինեն։ Կատուները ժամանակին կծլկեն ու կփրկվեն աղեղի հարվածներից։ Ով իմանա, հանկարծ թե Արեգը որոշի նրանց բեղերին նվագել։ Համենայն դեպս, հաղթանակը հաճելի է։ Դահլիճից դուրս գալիս ծնողներն ու երեխաները շնորհավորեցին Լիլիթին, Ջուզեպպեին, Աննային և Չիպոյին, և բոլորը իրար հերթին Արեգին։
Արեգը փայլում էր իր անվան նշանակությամբ։ Անունը գտել էր տիրոջը։ Չիպոն մտածեց. ինչ անեմ, որ ես էլ արդարացնեմ իմ Չիպո անունը։ Կձգտեմ, իմ անունն էլ պիտի հանրաճանաչ դառնա։ Չիպոն մտածեց լրիվ մարդու նման, որովհետև միայն մարդիկ են ձգտում անվանի ճանաչված լինել լավ ու բարի գործով։ Չիպոն դա ընդունեց, եւ բնավ էլ ամոթ չէ։ Բարի անունը բարձր նպատակ է, համոզված մտածեց Չիպոն։ Աշունը ձիու հայացքի պես զուլալ տարածվում է Հոխհեյմի բլուրներից, կտրում անցնում է Հռենոս գետը, հասնում է Մայնց քաղաքի սալարկված հրապարակներով մինչև չգիտես ուր։ Արեգը Չիպոյին տարել է զբոսանքի։ Հոխհեյմի միջնադարյան եկեղեցու բակը մարդուն եւ կրյային քաշում է անդորի պայծառ զգացողության չնաշխարհիկ մթնոլորտ։ Բլուրն ի վայր տանող տող առ տող ձգվող խաղողի վազերը նայում են ողկույզների ոսկեցոլ հատիկներով։ Ամեն հատիկ իր ցանկացածն է տեսնում, իսկ ամբողջ ողկույզը բոլորի։ Տերևները դեղնակարմրավուն գույներով հմայում են նկարիչներին ու զբոսաշրջիկներին։ Այս հրաշքը ժամանակավոր է եւ ըստ այդմ կախարդական ուժով ու հմայքով գերող։ Այսպիսի գերությունը խիստ հաճելի է աշնանը, նաեւ ինչու՞ չէ գարնանը, երբ ծաղկում է բնանկարը։ Չիպոն հիշեց, որ Ջուզեպպեն համակարգչի միջից դուրս գալուց հետո մի օր ասել է, որ Գերմանիայի խաղողի վազերը Իտալիայից են վազքով եկել հոգնել կանգնել ու էլ ոչ մի տեղ չեն շտապել։ Այստեղ լավ է, կարծես ասել են նրանք ու դարերով գինի են դարձել գերմանացիների սեղաններին։ Չիպոյի ականջի տակ, որ հիմա դրված է եկեղեցու բակի թիկնաթոռին, Արեգը շշնջում է. Գերմանացիք շատ են սիրում գինի, ջրից շատ, գարեջրի չափ։ Չիպոն տեսել էր, որ Հոխհեյմ գյուղաքաղաքի առանձնատներից շատերը գինետներ են, եւ մարդիկ գինու շշերի նման մտնում դուրս են գալիս։ Մտնում են փութով, ելնում ճոճվելով։ Գինին մարդկանց ճոճաթոռ է վերածում։ Այդ ճոճքի համար երկար տարածք են կտրում մարդիկ։ Ով չի սիրում ճոճվել։ Հոխհեյմում հին գինիներ կան, միջնադարից էլ հին։ Չիպոն գինու հոտը տարբերում է իտալական գրապա օղու հոտից։ Ջուզեպպեն է մերթ ընդ մերթ խմում գրապա եւ հիշում Սիցիլիայի ողորկ ժայռերը։ Իհարկե, գինու հոտը տանելի է։ Չճոճվող կրյայի համար գինին ջրից դառն է, եւ ջուրը ավելի է բարձրանում Չիպոյի աչքին, երբ հատակին հեղվում է թթված գինի։ Չիպոն օրերով առնում է նրա տհաճ հոտը, թեպետ Լիլիթը անմիջապես մաքրում է գինու հետքը։ Չիպոն մտածեց, որ խաղողենու տերևները գինին ուրիշ ավելի կարևոր առաքելություն ունեն, քան միայն ուտելն ու խմելը, եւ նրա աչքին մի տեսիլք հայտնվեց։ Ծովափնյա հովտում շարված էին սեղաններ ու փոքրիկ ավազաններ։ Սեղաններին պառկած էին մարդիկ ու կենդանիներ, իսկ ավազաններում միայն մարդիկ։ Աղջիկներն ու կանայք, ապա եւ տղամարդիկ պտտվում էին սեղանների շուրջ եւ խաղողենու տերևներից, խաղողի հատիկներից ու կայծքարի փոշուց սարքած յուղ էին քսում մարդկանց ու կենդանիների մաշկին ու մորթիներին։ Նրանք երկար պառկած էին մնում, ապա զվարթացած վեր կենում, պառկում էին այլ սեղանների։ Նույն աղջիկները, կանայք, տղամարդիկ խաղողի սպիտակ ու սև մաշկից տրորած թուրմ դարձած նյութն էին պրտում մարդկանց ու կենդանիների երեսներին, ոտնաթաթերին ու մնացյալ վերջույթներին, որից հետո առավել աշխուժացած կենդանիք ու մարդիկ վեր էին կենում, կենդանիները վազում էին անտառ, մարդիկ ավազանների կողմը, գցվում էին նրանց մեջ ու կրյաների պես անշարժ պառկում։
Տարբեր գույների գինիներ էին ավազաններում։ Արևը նայում էր ու ինքն էլ արտացոլվում էր գինիների այլակներում։ Ամեն ավազանի մեջ մի արև։ Որոշ ժամանակ անց մարդիկ վեր էին թռչում ու յուրաքանչյուրը 10 տարի փոքրացած սլանում էին ով ուր ցանկանար։ Լինում էին մարդիկ, որ մանկանում էին ու ճիպոտներ հեծած ճախրում հողհեյմի դաշտերով։ Մարդիկ ջղայն են, հալածում են միմյանց, չգիտես ինչու չեն քայլում կրիայի պես դանդաղ ու արժանապատիվ, կամ երեխաների պես թեթև։ Մարդկանց ջղերից չի կարելի պարսատիկ պատրաստել, շատ են թուլացել ու կախվել։ Երևի սա էր պատճառը, որից հանկարծակի ծնվեց տեսիլքը։ Ճիպոն Արեգին փորձեց իր տեսիլքը պատմել։ Չհաջողվեց։ Նրանց տանը ապրելու ընթացքում ինքը գերմաներենի, անգլերենի, հայերենի, իտալերենի շրջապտույտում ընտրել էր կրիերենը, որը շատ էր հարազատ լռությանը։ Այո, բոլոր լեզուներին միավորողը լռությունն է։ Եվ այդպես Չիպոյի տեսիլքը մնաց իր պատյանի մեջ, և խաղողաբուծության ու գինեգործության գաղտնիքը միայն Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում լսեցին։ Նրանց հատուկ է գաղտնիքներ որսալը, տարածությունը խոչընդոտ չէ։ Տեսիլքը արևի պես ցոլցլում է հոգիների ավազաններում։ Ահա թե ինչու չեն խմում գինի կրյաները, և նրանք մաշկով են ընդունում բնության անքննելի ուժը և մարդկանց խորհուրդ են տալիս խմել ջուր և շփվել գինիով, կամ քիչ խմել գինի և շատ շփվել ջրով։ Նաև խաղողի կորիզների ու կայծքարի փոշու խառնուրդ քսուկով մաքրվել մարդկային ու կենդանական աշխարհի քափ ու քրտինքից, իշխանությունների ու քաղաքականությունների մածուծիկ շերտից, իհարկե ոչ բարի իշխանությունների ու ծանծաղ քաղաքականությունների։ Նրանց շերտն էլ է չար ու ծանծաղ, ջրի ափերին բուսնած ճահճի պես գարշահոտ։ Չիպոն ու Արեգը տուն վերադարձան։ Չիպոն իր տեսիլքից կայտառացած էր, թեպետ չէր պառկել գինեավազանի մեջ։ Նա մտքով էր շփվել կայծքարի փոշու հետ, և նա հիշում էր Մարալի գետի ափին ընկած կայծքարը, և նրանց հոտը նստած էր քթանցքներում, իսկ Արարատյան դաշտի խաղողի բույրը կպած էր նույն այդ քթանցքներին։ Օ, ինչքան հոտեր կան Չիպոյի ռունգերում, չես թվարկի։ Լիլիթը տեսնելով Չիպոյին, նրան ասաց. Չիպո, գոհ ես շրջագայությունից։ Եվ չսպասելով պատասխանի, շարունակեց իր խոհանոցային հավերժական գործը։ Նա նոր էր եկել դպրոցից և վազելու էր համերգի, այսօր էլ նա էր ջութակ սանձահարելու։ Չիպոն մտքի մեջ խնդաց. ես էլ երևի ջութակահար դառնամ։ Նրա համար ջութակ ճարելը դյուրին չի լինի։ Երբ Չիպոն մտածեց ջութակահար դառնալու մասին ու խնդաց միաժամանակ, Արեգը հպարտությամբ ասաց հայերեն. Մամ, դու գիտես Չիպոն ինչ ուժեղ է։ Եկեղեցու բակ մտան 4 հեծանվորդ տղա։ Նրանք պտտվեցին հրապարակում, և Չիպոյին տեսնելով, ինձ նրանցից մեկը հարցրեց. Կրիադ, հեծանվին կդիմանա։ Ես էլ միանգամից ասացի, բա ոնց, նա արդեն մեծ է։ Էդ տղան էլ ասաց. դե դիր գետնին փորձենք։ Չիպոյից դրեցի սալարկին, և նա հեծանվի առաջին անիվը գլորեց Չիպոյիս վրայով, հետո մյուս անիվը։ Չիպոյի հետ վեճն էլ չէր։ Մյուսներն էլ փորձեցին։ Չիպոս գլուխը քաշել էր պատյանի մեջ ու դիմանում էր։ Հետո նույն տղան ասաց. կրիադ, հաղթեց հեծանիվներին։ Պինդ կրյա է, բայց կարո՞ղ է մեզ էլ դիմանա։ Կարող է, ասացի։ Հերթով կանգնեցին պատյանի վրա։
Չիպոյիս պատյանը քարի պես ամուր էր։ Նրանց էլ հաղթեց Չիպոն, իսկ նրանցից մեկն էլ հարցրեց. «Կարո՞ղ է հաղթել մեզ ու հեծանիվներին»։ «Կարող է», ասացի, բայց սիրտս ճմլվեց։ Նրանք հեծանիվներին հեծած գալիս բարձրանում էին Չիպոյի վրա ու զարմացած քշում մի կողմ։ Սիրտս խփում էր, ամաչում էի ասեմ. «Թողեք, մեղք է Չիպոս»։ Սիրելի ունկնդիրներ, ասեմ, որ այդ պահերը համընկան Չիպոյի տեսիլքի այն դրվագների հետ, երբ մարդկանց մաշկից խաղողի կորիզների ու կայծքարի փոշու խառնուրդ քսուկը մաքրում էր քրտինքն ու քափը։ Չիպոն հեծանվորդների ծանրության տակ էլ չթողեց տեսիլքը փախչի։ Նա հավատում էր իր և քսուկի ուժին։ Արեգը շարունակում էր պատմել. «Մամ ջան, Չիպոս սալաքարին կպած, սալաքարի պես անհաղորդ սպասում էր մինչև ավարտվի մրցումը»։ Տղաները ընկճված խոստովանեցին իրենց ու հեծանիվների պարտությունը և սլացան եկեղեցու բակից դուրս։ Ես Չիպոյին թռցրի օդ ու համբուրեցի պատյանից դուրս հանած գլուխը։ «Չիպոն Չիպո է բա, մամ»։ Լիլիթը շշպռեց Արեգին։ «Վաղն էլ տար, գնացքի տակ գցի, մեղք է, չէ՞։ Էլ նման բան չանես»։ Չիպոյի քունը տանում էր դեպի երկարաճիտ կոշիկները։ Նա որևէ նշանակություն չտվեց չեմպիոն լինելուն։ «Կրյա է, բա պիտի դիմանար, քո սոտ հեծանիվն ինչ է, որ իրեն ջարդի, հո բյուրեղ ապակյա չէ»։ «Լավ, գնա դասերիդ», ասաց Լիլիթը։ Արեգն օդի մեջ ճախրելով հասավ իր սենյակ։ Նա հեռախոսով Չիպոյի հաղթանակի լուրը հասցրեց Աննային և Երևան, իր հորեղբոր տղա Արային։ Չիպոն այդ պահին արդեն քնել էր կապույտ մութ կոշիկների մեջ։ Այսօր այսքանը, իսկ շարունակությունը կլսեք հաջորդ անգամ, բայց մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի յութուբյան ալիքին։ Կհանդիպենք։